Ընկերներ, ձեզ համար շատ համեղ աղցան եմ բերել, կարծում եմ շատերի համար նաև նորություն է։ Եվ այսպես մեկ բաժակ քինոյի վրա ջուր ենք լցնում մոտավորապես 2 բաժակ եւ եփում ենք մինչեւ պատրաստ լինելը։ Վերցնում ենք կրակից, եթե պետք է ջրք համում ենք։ Նախապես 1 օր առաջ թրջացի սեռը, ջրք համում ենք, ավելացնում ենք կարմիր քաղցր պղպեղ, աղ եւ ձիթայուղ։ Լավ խառնում ենք, լցնում ենք ջեռոցի տապակի մեջ, որի վրա նախապես որակյալ յուղաթուղթ ենք դնում եւ տեղափոխում 180 աստիճան տաքացված ջեռոց մինչեւ խրթխրթան դառնալը, մոտավորապես 20 րոպե է տևում։ Իհարկե ամեն ինչ կախված է ջեռոցից։ Առայժմ դնում ենք մի կողմ սառչեմ բաղադրիչները, այնուհետև խորանարդաձև կտրատում ենք լոլիկը եւ վարունգը։ Վերցրել եմ 2 լոլիկ, 2 վարունգ, միջին չափի, իհարկե քանակները կարող եք փոխել։ Մանր կտրատում ենք մաղադանոսը եւ մնում է այս ամենը խառնել իրար։ Վերցնում ենք աղցանի համար նախատեսված խորը տարա եւ բոլոր բաղադրիչները լցնում ենք տարայի մեջ։ Այնուհետև ավելացնում ենք աղ ըստ ճաշակի եւ պատրաստում թանձրուկը։ 2 թեյի գթալ մանանեխի մածուկին ավելացնում ենք 2-3 ճաշի գթալ ձիթայուղ եւ 1 կիտրոնի հյութ։ Լցնում ենք աղցանի վրա, լավ խառնում ենք եւ մատուցում։ Շատ համեղ է, անպայման փորձեք, բարի ախորժակ։